Չենք կարող չհիշել այսօրվա նաև առանձնահատկությունը բացի դոն լինելուց մեր ընկերներու երկրորդ անգամ կալանավորումը բոլորս հիշում ենք 3 տարի առաջ այսօրը արդեն 3 տարի անցավ մենք բանդում ունենք ընկեր որը արդեն 9-րդ տարին է գտնվում է բանդում Սմբադը Բարսեղյան Եվ միայն այս պատկերը համի քաղաքական ուժ, որի ընկերները 9 տարի է, 8 տարի է, 5 տարի է ֆիզիկապես բանդարգված են, բայց բայկարով նրանց ընկերները ֆիզիկապես ազատության մեջ լինելով բայկարը շարունակվում է։ Մեր համար հեշտ չէ եւ պատահական չէ, որ այդ դաժան որոշումը առնված է եւ խնդիր են դրել մեր ընկերներին բանդված բահելով ճնշել այս ազատագրական շարժումը միշտ նաեւ հասնել չեզոքացման։ Ինչպես տեսնում եք, դա նրանց չի հաջողվել եւ չի հաջողվելու։ Այո։ Ես վստահեցնում եմ, որ ինչքան էլ որ այսօր այս բարակտվածությունը մեր ազգի, մեր ժողովրդի համատարած բնույթ է գրում եւ հայրենիքում եւս փրկում, վստահեցնում եմ, որ զարթոնք լինելու է։ Այո։ Չեմ կասկածում, որ դավաճանները հեռացվելու են։ Չեմ կասկածում, որ մեզ հաջողվելու է, այսինքն հայ ազգին հաջողվելու է ձևավորելու ազգային իշխանություններ։ Եվ այս թրքառուսահպատակ իշխանությունները պատժվելու են, ամենախիստ պատժին են արժանանալու։ Այո։ Արցախը վերաազատագրվելու է արցախցիք եւ ոչ միայն արցախցիք եւ վստահ եմ բազմաթիվ այլ շրջաններից հայությունը պիտի վերադառնա Արցախ։ Այո։ Ալիևը Իլհամ Ալիևը այս օրերին ապրում է իր կարելի է ասել քաղաքական ամենաբարձր կետում է գտնվում, կարելի է ասել այս օրերին, սակայն հավանաբար այդ բարձր կետից անգմանը մենք ականատեսն ենք լինելու եւ վստահեցնում եմ ձեզ, որ ոչ հերոաբակային Ադրբեջանը մասնատվելու է։ Իլհամ Ալիև, լսեցիր։ Այո։ Շատ մի ոգևորվի։ Այո, Ադրբեջանը մասնատվելու է եւ Հայաստանը հզորանալու է, Հայաստանը մեծանալու է։ Ուստի համբերություն մեր բանդում գտնվող ընկերներին, ազատություն սասնաձրերին, գեցե Հայաստանը, գեցե հայազգը։